Շավայրային կարևոր խնդիր է։ Այսօր ամբողջ Այսօր մենք ուզում ենք սկիզբ դնել, որ երբեք չկոչվեն մանկապարտեզները ներառական։ Մանկապարտեզը պետք է կոչվի մանկապարտեզ։ Եվ բոլոր երեխաները պետք է ունենան իրավունք եւ հնարավորություն գալ այդ մանկապարտեզը։ Պարոն Բաբլոյանը իրեն հատուկ էնտուզիազմով եւ ուղղակի գործնական քայլերը գաղափարներին զուգակցելու այդ հմտությամբ կարողացավ իսկապես բերի այն դաշտ, որ մենք կարողանանք այն գաղափարները, որի մասին խոսում ենք, որ յուրաքանչյուր երեխա պիտի խնամվի ընտանիքում եւ յուրաքանչյուր երեխայի տեղը ընտանիքն է առաջին հերթին եւ ոչ թե հաստատությունը, կարողանանք այս գործնական քայլերով իրականություն դարձնել եւ շատ լավ օրինակ ունենալ բազմաֆունկցիոնալ կենտրոնի, որը իր մեջ ներառում է տարբեր ծառայություններ եւ թույլ է տալիս իրականում, որ թե հոգեբանորեն, թե ծառայությունները ստանալու առումով երեխաները, նաեւ առաջին հերթին նրանց ծնողները որևէ խնդիր չունենան իրենց երեխային, որը ունի որոշակի խնդիրներ, բերելու կազմակերպություն, որպեսզի այլ երեխաների հետ նրանք կարողանան եւ շփվեն եւ վերականգնողական այդ միջոցառումների մասնակից դառնան եւ դառնան լիարժեք վաղվա մեր հասարակության քաղաքացի։ Շատ հուզական օր է այսօր մեզ համար եւ Կրոմետ բարեգործական հիմնադրամի կողմից ինձ համար եւ մեզ համար չափազանց կարեւոր է տեսնել մեր հիմնական եւ առաջնային ծրագրերի հաջողությունը, այն, որ մենք տեսնում ենք այսօր։ Կարծում եմ, սա լավագույն օրինակն է մասնավորի եւ պետականի համագործակցության։ Եվ համոզված եմ, որ սա լինելով առաջին ծրագիր երբեք չի լինի վերջինը։ Ես շատ լավ հիշում եմ 2-3 տարի առաջ պարոն Բաբլոյանի հետ մեր փնտրտուքները մանկապարտեզի, ինչպես էինք մենք ման գալիս այս տարածքում եւ մտածում որտեղ կարող ենք իրականացնել այս ծրագիրը եւ ես անչափ շնորհակալ եմ տնօրենին 92 մանկապարտեզի, որը որ իր ուսերի վրա տարավ այդ ամբողջ բեռը։ Դա բավականին ծանր ծրագիր էր, որը որ աշխատող մանկապարտեզում դժվար է իրականացնել։ Ցանկացած վերանորոգում, որը որ իրականացվում է, նույնիսկ մեր բնակարաններում մենք բոլորս գիտենք, դա ծանր process է եւ առաջին հերթին դա ձեր նվաճումներից է։ Իսկ մեզ համար ամենակարևորը երևի այն է, որ մենք տեսնում ենք երեխաներին խաղալուց միասին, այսինքն չկան սահմաններ, նորմալ երեխաների միջև սահմաններ չկան եւ դա երևի ամենակարևորն է։ Կենտրոնը շատ կարևոր է եւ պետք է մեր երեխաները ինտեգրվեն մյուս երեխաների հետ միասին եւ մենք պետք է նախադպրոցական հիմնարկներում ոչ ամբողջությամբ, այլ որոշ վարչական շրջաններում նման կենտրոններ ունենանք։ Եվ համոզված եմ այս ծրագիրը լինելու է շարունակական եւ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ծրագրի կողքին լինել եւ աջակցել ծրագրին։ Abriss. Gesteld?